Հայաստանի Հանրապետության համար ինչ որ սեզոն կա, որ մարդիկ պետք է այդ վիտամինը բանը ստանան, ասենք չգիտեմ, մեր մրգերը, մեր բանջարեղենները։ Այդ ժամանակահատվածում ամեն ինչ հանվում է Ռուսաստան։ Ստեղ Մոսկվայի գները։ Դա տենց պետքա չլինի։ Ձեր միջին աշխատավարձը, որը որ դուք ֆիքսում եք 800 իրականում 8 չի, որտեղ այնտեղ եկամտահարկը մեջն է, հա, ռեալ այն աշխատավարձը, որը ձեր բնակչության միջին քաղաքացու ձեռքին է, բավարար չի, որպեսզի ինքը ռուսական մոնոպոլիաների, ասենք գազի լույսի բանի գումարը տա, տանվարձը տա, տրանսպորտին տա, հեռախոսին տա, համել նորմալ սնվի, բավարար չի։ Չի բավարարում։ Այդ ամեն ինչով հանդերձ դու չես կարողանում ասել նորմալ սնվի։ Որովհետև ոչ մեկ իրականում կառավարություն ուզում ենք նրանք կառավարության անդամներին հատ հարցնենք food security-ն, այսինքն սննդի անվտանգության տեսանկյունից ինչքան պետք է մարդու սնունդը ինչ պետք է լինի։ Ոնց եք հաշվում, ինչի հիման վրա եք հաշվում, աղքատությունը ոնց են հաշվում։ Աղքատությունը մինչև հիմա աֆրիկական երկրների պրինցիպով են հաշվում։ Հիմա որ ասես արիլ է եվրոպական ստանդարտով հաշվի աղքատությունը, չեն համաձայնում, որովհետև այնտեղ բան է, միջին աշխատավարձի անհրաժեշտ աշխատավարձի 60%-ից ներքև ստացող մարդը համարվում է աղքատ։ Դե ուզեն անելու են մի օր։ Իսկ իրանք ինչ են, դրա համար իրանք կապած են ԵԱՏՄ-ից, որովհետև այնտեղ եվրոպական ստանդարտներով կառավարության աշխատանքի գնահատականը այլևս չի թաքնվում, ինչ ասեմ, պուբլիցիստական ինչ-որ թերթերի հոդվածների հետևում։ Ինքը հրապարակում է հաշվետվություն, դու գիտես, որ ամեն ամսվա 15-ին կներեք, ես ինչ նախարարությունն է 16-ին սա, 20-ին սա, 30-ին ընդհանուր առմամբ, ասենք չգիտեմ, նախորդ ամսվա հաշվետվությունը պետք է պատրաստ լինի ամբողջ կառավարության գործունեությունը։ Դու բացում ես վիճակագրական ծառայության կայքը, նայում ես, իսկ մեր մոտ վիճակագրական կայքը մինչև հիմա հենց արած, որ դուք դինամիկան չեք կարողանում տեսնել։ Դուք ամեն ամիս տվյալները տեսնում եք, բայց որ ուզում եք համեմատական, որ դինամիկան տեսնեք։ Դուք ստիպված եք անենց կուլբիտներ անել, որ ասենք լավ, օքեյ, ես մասնագետ եմ, իմ համար սենց է։ Բայց հասարակ մարդը կամ հասարակ մարդը չէ, նույնիսկ լրագրողը, ով ուզում է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընտրություններ եղան։ Մեկը տեսավ 5-ամյա բանի փոփոխություններ, ինչ որ մի գնահատական, ինչ որ մի թիվ հրապարակված, որովհետև դու ինչ-որ գործ մեջ եք, չէ։ Մանկապարտեզների, դպրոցների, նորից եմ ասում, մանկապարտեզները եւ դպրոցները դա մարդկային կապիտալի ներդրումների։ Ես ասեցի, հա, օքեյ, բայց դա չի։ Իհարկե դա։ Ինչքան է ապրանք արտահանվել, որքան է ավելացել կամ պակասել ցանկային տարածքները։ Ինչքան ծիրան է արտահանվում, այդ ծիրանի, ասենք, ինչ սորտեր են ծիրանի, ով է պատասխանատու այս բանից արհեստական անհասկանալի պրինցիպով պամիդորի այս բանը Հայաստանում։ Այն որ ինքս գցում է սուպերմարկետում հատակին, մետլախը ճաքում է, ով է դրա պատասխանատու։ Ով է թույլ տվել, որ դա մտնի Հայաստանի դաշտ։ Ով է պատասխանատու ելակի համար, որը խնձորի չափ է։ Ով է պատասխանատու անհասկանալի արմավենու յուղից պատրաստած ապրանքների կատնամթերքի, որը Ռուսաստանից գալիս է, կամ ով է ինձ պատասխան տալու, դա իրականություն է, թե չէ ինչ որ վրան գրած է։ Թե հալած յուղի տեղ ընդունում եք, որ ինքը բան է։ Ով է ընդունում։ Այստեղ ամբողջ ինքը գալիս է վաճառում է, չէ՞ մեր սուպերմարկետում այն օրը տեսա մեռացի ծաղից։ Յուղ, անունը Կալամատ է։ Ասպես լավ, օքեյ, հունական պետք է լինի։ Բան, ավոկադոյի յուղ։ Ասում բայց խի Կալամատ է, Հունաստանում ավոկադո չի աճում։ Ավոկադոն տրոպիկական բան է։ Ասում լավ, շուր են տալը։ Մոսկվայի մարզ։ Արտադրանքը, ոչ թե շշալցումը, այլ արտադրանքը։ Ու իմ մոտ հարց է առաջանում։ Ասենք այդ ով որ թույլ է տվել, որ դա մտնի Հայաստան։ Գնաս ու ամեն մի չքթած ավոկադոյի պլանտացիան Մոսկվայի մարզում, այն որ չքթածի համար մի հատ չափալախ տաս։ Ուղղակի այն որ թույլ է տվել, որ դա Հայաստանը մտնի։ Մենք բոլորս գիտենք, մտեք սուպերմարկետ, տեսեք, գրած է Զեյթունից զետ, ձիտապտղից զետ։ Ինչ-որ բրենդ է, նայում եմ, ես քիչ թե շատ հասկանում ենք, չէ՞ որ դա եվրոպական պետք է լինի, կամ չգիտեմ, կարա լինի սիրիական, կարա լինի թուրքական, բայց նայում ես բրենդը, բան ես անում փարկաստու ChatGPT-ն կա, նկարում ես շիշը։ Բանը ասում ես, եղբայր, ասում ես, այս բան չկա, ես չգիտեմ ինչ ես նկարում։
Այսինքն Հայաստանի Հանրապետությունում լծված է այն ինչ որ կոչվում է Ռուսաստանում կոնտրաֆակտ պարալելի իմպորտ եւ չգիտեմ ինչ աղբ լծված զեյթունի ձեթի տեղ վաճառվում։ Հիմա եթե այդտեղ լինի չգիտեմ տուբերկուլոզի ու ռակի բան սենց ինչ-որ խտացրած հեղուկ դուք դա զեյթունի ձեթի տեղ հանելու եք խմել, որովհետև Հայաստան մտնելուց ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը ռիսկ է անում, դա վերցնի ստուգի։ Գրած է զեյթունի ձեթ Ռուսաստանից գալիս արտադրանքը Մոսկվայի մարզ, ժողովուրդ Մոսկվայում զեյթուն չի աճում, ավոկադո չի աճում, Ռուսաստանում, ասենք, սկի ցորենը առաջի բարձր կարգի չի լինում, որ գալիս Հայաստան, պարիսատկեքով եւ չինական քիմիական նյութերով են մաքրում։ Ռուսաստանում արդեն բենզին չկա։ Դուք լուրջ ուզում եք այս երկրում բան անեք, ռուսական ապրանք ուտեք, ով է թույլ տալի, այ ամբողջ հարցը այնա, 1.5 ամիսը փագա, չէ՞, ինչի է ռուսական ապրանք գալի Հայաստան։ Ինչի է գալիս, երբ է արթնանալու արժանապատվությունը։ Եղբայր չես ուզում, օքեյ, չենք տանում։ Այդ ով որ փորձում է հիմա Ռուսաստանից Իրան տանի, կանչեք, ասեք, իմացել ենք մի արկղ տարել ես, $15 միլիոն վճարելու է շտրաֆ, ինչի այտենց, որտեվ ինքը քեզ մերակրվել։ Եթե քեզ օքեյ է, որ ինքը քեզ հայհոյում է։ Լավ, դե ձեզ կպատասխանեն, արկղը ոչ թե մի թույլ տուր, որ ես արտահանեմ, այլ գնիր այդ գումարը տուր, ես չեմ արտահանի։ Չէ, տարու ամեն ինչը գալու է, ահա։ Տարու իշտեղ ճանապարհը բաց է։ Եվրոպացիները ոնց որ թե փորձում են։ Դե դա բայց ճանապարհը բաց է, բայց եվրոպական ճանապարհը բաց է, բայց միևնույն չեն տանում։ Ահա։ Ես ունեմ արձագանքներ ամենասկզբից, որ ասել եմ, որ դեպի Ուկրաինա, դեպի Լեհաստան, բան ինչ որ կարողանում են բաներ անել։ Հիմա աշխատում ենք ինչ-որ որոշ արտահանողների հետ, որ կարողանանք դա ապահովենք։ Փորձել եմ նույնիսկ հաջողվել է մարդկանց կապել եմ իրար։ Այս արդյունաբերական, առևտրաարդյունաբերական պալատը, որ բացվում է հայ-ուկրաինական, այդ ուկրաինականի, դա հայ-ուկրաինականից մի կողմ, ստեղ պաշտոնապես ներկայացուցիչ կա, ուկրաինական այդ բանի պալատի։ Իհարկե ինքը աշխատել է։ Եվ շարունակեք, որ ասում եք Դե ես մինչև բացվել է, իհարկե ես Շևչուկի Լենային ճանաչում եմ եւ իհարկե մենք շփվել ենք իրancs այդ ամենասկզբից, ինքը ուկրաինական պատերազմի ամենասկզբից այդ շփումը կա մեզ մոտ։ Եվ ֆանտաստիկ աշխատանք է իրականացվել իրականում, որտեվ ինքը նաեւ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այսինքն սա մեծ աշխատանք է արված եւ մենք կարողանում ենք ինչ որտեղ նաեւ դրա շնորհիվ կոմպենսացնել նույն sense ասեմ դիվանագիտական ոչ միանշանակ ոչ ակտիվ ոչ ակտիվ եւ դե նորմալ է որտեվ մեծ հաշվով Հայաստանը ուկրաինական այդ բանի մեջ ինքը չի համարվում խոշոր դաշնակից երկիր մենք չենք մասնակցում ռազմական օգնությանը դրա համար ասենք այնտեղ պրիորիտետներ կան բայց միևնույն ժամանակ սա ստացվել է եւ մեծ հաշվով սա ահռելի հնարավորություն է ուկրաինական շուկան բաց է մեր ապրանքների համար մեծ հաշվով եւ սա պետք է լինի հիմա վերադառնանք նրան լավ է որ կառավարությունը չի փոխվում թե չէ լավ չի հա մեծ հաշվով որովհետեւ այն 5 տարին որը որ կառավարությունը պետք է աշխատանք աներ ինքը գնացել է հոսանքով ջրի հոսանքով կարողացել է անել այն ինչը որ մինիմալ անհրաժեշտ է որպեսզի ինքը ասի որ գործ է յուրաքանչյուր նախարարություն այսինքն իրանք արել են ուղիղ այնքան որքան որ անհրաժեշտ է որպեսզի իրանց պաշտոնանք չանեն դրանից 1 միլիմետր ավել ոչ մեկ չի արել արդյոք սա կառավարման խնդիր է, արդյոք սա արժեքների խնդիր է։ Չէ, այստեղ հարցը լճացման է դա տանելու, թե մենք տեսնում ենք ակտիվ կառավարության ակտիվ աշխատանք, արդյունավետություն, շատ մեծ դրական արդյունքներ, թե մենք տեսնում ենք Եվրոպական միության ինստիտուտների կողմից հետաքրքրվածություն Հայաստանը առավել եվրոինտեգրելու եւ ավելի Այսինքն Եվրոպան է քաշ տալով տանում ինքը քաշտալով ոչ միտեղ չի տանում, ինքը ռեֆորմների է տանում, վերցրել է եւ փորձում արտահանման դիվերսիֆիկացիայի է տանում։ Ну դա սենց ասեմ, տանում կնշանակի գիտեք ոնց եթե օրինակ օգնում, լավ, օգնում։ Եթե օրինակ Ռուսաստան տանելը մեկ միավոր ապրանքի արժենար X եւ Եվրոպան ասեր որ գիտես ինչ կա, ես
X-ի 50%-ով քեզ կվերցնեմ քեզանից այդ ապրանքը եւ ասենք երկու ալտերնատիվ ճանապարհ լիներ։ Դա կլիներ, որ տանում է, ինչ որ կերպ մասնակցում է, ասում է արի, չէ։ Հիմա իրանց համար Հայաստանի кейսը, նույն кейսն է, ինչ որ Ուկրաինայի кейսը, ուղղակի պատերազմը ոչ թե ֆիզիկական է, ոչ թե մարդիկ են զոհվում, այլ տնտեսական է։ Իրանք սա գնահատում են որպես հակաեվրոպական պատերազմի մի մաս։ Ինչպես Նենսի Պելոսին ասաց, երբ որ եկել էր, որ ճակատը անցնում է Ուկրաինայով, Հայաստանով եւ Թայվանով, հիմա այդ նույն մոդելն է ոչինչ չի փոխվել, որտեղ պատերազմը չի վերջացել։ Սա ուղղակի ճակատի մի մասն է։ Մենք այդ պատերազմի մեջ կառավարության կուրության, առանձին վերցրած վերնախավի ներկայացուցիչների դավաճանության, բան տենց ընդհանուր առմամբ էլի խնդիրների, մեծ խնդիրների, հա, ինչ որ կուտակված պայմանագրային լավ sense ասեմ, խնդիրների պատճառով մենք մեծ կորուստ ենք ունեցել։ Իրականում մենք ահռելի մեծ կորուստ ենք ունեցել։ Այս պատերազմում։ Բայց դրա գիտակցությունը մանավանդ այն մարդկանց մոտով այդ կորուստի հիմնական սուբյեկտն է, չկա։ Այդ մարդիկ հիմա փորձում են Հայաստանին մեղադրել այն կորուստում, որը вообще Հայաստանի մեղքը չէր, այլ իրանցն էր։ Եվ հիմա իրանք աշխատում են որպես առավել դեստրուկտիվ կոմպոնենտ։ Մի քիչ ավելի բաց ասեք, հա։ Արցախի մասին է խոսքը։ Խոսքը Արցախի մասին է, այսինքն Արցախը այդպես էլ չինտեգրվեց հայկական տնտեսության մեջ, որ ասում են, չի Արցախը չի ճանաչվել, չի ճանաչվել, որովհետև չեք ինտեգրվել։ Իրանք իրանց համար ինչ որ համակարգ էին կառուցել, իրանք իրանցով փող էին աշխատում։ Այն որ տղեկից մեկը ասում է, դու իզուր ես տենց բան, սաղ անտառները որ կտրել էին, բա ուր է գնաց, ասում դարել է բան։ Պարկետ։ Հյուսեն փողոց։ Ով էր կտրում այդ ծառերը։ Այն որ բաներ կային, չէ՞ որ ասենք, Սարսանգի կողքի անտառները, Շուշիի կողքի անտառները։ Այդ սաղ ասում է օգտագործվել։ Անխնա ոչնչացվել է, չի ինտեգրվել, անխնա ոչնչացվել է։ Ես հիշում եմ կային, ասենք, չգիտեմ, Արցախի արտադրության ինչ-որ ոգելից խմիչքներ, որոնք կես լիտրանոց շշի վրա 0.25 լիտրի ակցիզ էր խմած։ Տեսել եմ, աչքովս եմ տեսել։ Այսինքն, այդ ամբողջ համակարգը, որը պետքա լիներ, որ իրանք ինտեգրում նորմալ ապրեն, գոնե տնտեսապես։ Դա չէր արվում։ Դա գնում է որ մեկ մարդկանց գրպանները, հիմնականում են մարդկանց, ովքեր հիմա Բաքվում են մնացել կամ իրանց հետևը կանգնած, բայց այդ ամբողջի պատվիրատուն Ռուսաստանն էր։ Այսինքն իրանք առանց թաքցնելու ուզում էին դառնալ Լուգանդոնիա։ Իրանք գնում էին Լուգանսկ, Դոնեցկ, իրանք գնում էին հարավային Օսիա, իրանք գնում էին Պրիդնեստրովիա, իրանք Պրիդնեստրովիայից մարդ էին ճանաչում։ Այսինքն մոդելը այդ մարդկանց պատկերացումների անհասկանալի իմ համար, բայց այդպես արժանապատվություն չունեցող նոքյար ծառը։ Լավ, դուք ասացիք, որ Եվրոպան եւս գիտակցում է, որ այստեղ պատերազմ է գնում, տնտեսական պատերազմ, հա, ինքը պատերազմի հիմա փրկում է։ Այն որ բացատրեցի, դա կորուստն էի բացատրում, հա, կորուստի պատճառը։ Կորուստի պատճառը ռազմի դաշտում չէր։ Կորուստի պատճառը տնտեսական, քաղաքական եւ արտաքին քաղաքական եւ նույնիսկ հասարակական, եթե ուզում եք, դեգրադացիան էր, դեգեներացիա։ Այսինքն ամբողջությամբ քաղաքական միտքը դեգրադացված, դեգեներացված էր։ Եվ եթե դու Ռուսաստանի հետ ես, դու ուրիշ տարբերակ չունես։ Քո ազգային ամբողջ արժեքը դեգրադացվում է անդեղ։